Թիվ 1 ընտրատարածքում ընդդիմադիր ելք դաշինքին հրաժարվում են նախընտրական շտաբի համար վարձակալությամբ տարածք տրամադրել։ Այս մասին է պնդում դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել պատրաստվող Կարեն Չիլինգարյանը։ 26-ամյա ընդդիմադիր գործիչը որպես թեկնածու առաջին անգամ է ընտրությանը մասնակցում, սակայն նշում է 2008-ից ավանում խնդիրը կա, տարածքների սեփականատերերն ընդդիմադիրների հետ գործ ունենալուց հրաժարվում են։ Ես արդեն երևի մոտ 3 շաբաթ, 3-4 շաբաթ փնտրում եմ տարածք ավանում։ Իմ կարծիքով թաղապետարանը լավ աշխատել է այս ուղղությամբ, մարդկանց վախացնելով, ահաբեկելով, ինչ-որ կամպրոմատներ բերելով։ Ոմանք էլ տարածքի տերերը հենց իրենք են թաղապետարանի աշխատող կամ հանրապետական եւ այդ պատճառով չեն տրամադրում։ Կարեն Չիլինգարյանի հետ շրջեցինք Ավանի փողոցներով համոզվելու համար առկա են արդյոք վարձակալման ենթակա տարածքներ եւ ինչ են պատասխանում դրանց սեփականատերերը։ Նախընտրական շտաբի համար է, հետագայում էլ կլինի կուսակցության գրասենյակ։ Կարել է։ Ինչ որ շտաբը։ Բան ելք դաշինքը ընդդիմադիր։ Ելք դաշինքը ընդդիմադիր։ Շատ ճիշտ եմ կասում։ Զրուցակիցները պատասխանի համար կամ հետ չէին զանգում, կամ զանգում եւ մերժում էին։ Իսկ հնարավոր է, ասենք, վարձակալել, բայց լինելու է կուսակցության գրասենյակ, էլի հետագայում։ Չէ, գրասենյակ չէ։ Իսկ ինչ որ խնդիր կա, թե։ Չէ, չենք տալի գրասենյակի տակ։ Ինչ է, ապրում չեք ուզում դնել։ Շտաբ։ Ինչ շտաբ ապրում։ Բանա, ելք դաշինքն է ընդդիմադիր։ Չէ, չենք տալի։ Հա։ Շտաբի համար իսկ երկար ժամկետով։ Ապեր երկար ժամկետ էլ լինի, բայց շտաբերի համար մեր բանն է, ապեր մեր ընկերը Ռոբերտն է, Սարգսյան, դրա համար ապեր չենք տալի ուրիշ տալի շտաբերին։ Խոսքը գործող падգամավոր հանրապետական Ռոբերտ Սարգսյանի մասին է։ Նա նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է։ Ազատության հարցին ի պատասխան, թե արդյոք ինքն է հորդորել ընկերներին տարածք չտրամադրել ընդդիմադիրներին, հանրապետական падգամավորը պատասխանեց. «Ես բրոկեր չեմ»։ Գնաց տարածքները վարձակալությամբ են տալի, գնացեք խնդրեք թող տան։ Ես բրոկերական կազմակերպություն չեմ, որ ինձ տենց արժեք տալի։ Այո, բայց նրանք նշում են, որ նրանք ով են։ Կոնկրետ մեկին ում զանգել ենք, նշած, որ ձեր ընկերն է եւ այդ պատճառով ուրիշի տարածք չի տրամադրելու։ Ով է իմ ընկերը պես կոնկրետ։ Դե հեռախոսի իմ հեռախոսի համարը փոխանցեք իրան, թող զանգի ու տեսնեմ ինքը այդ ինչ ընկեր է ինձ։ Այն ամենայնիվ դուք ձեր ընկերներին նման բան չեք հորդորել եւ Ես ինչ իրավունք եմ այդպես բան հորդորեմ, բայց Դուք տեղյակ եք, որ ընդդիմադիրները այսպիսի խնդրի առջև են կանգնում։ Ես չգիտեմ ինչ խնդրի առջև են կայուն ընդդիմադիրները։ Բայց եթե տարածք չեն տալիս ինձ, ես այսինքն ես ինչ իրավունք ունեմ, ինչ որ մեկին ասեմ տարածք չտա։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն թիվ 1 ընտրատարածքում հանրապետականի ռեյտինգային ցուցակով առաջադրվել են պատրաստվում падգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Սամվել Ֆարմանյանը, ԴՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով ներքաշված էր օֆշորային սկանդալում, սակայն հատուկ հնչական ծառայությունը վերջերս գործը կարճեց։ Ելքից Կարեն Չիլինգարյանի կարծիքով հենց նրանց հաջողությունն ապահովելու համար են անհավասար պայմաններ ստեղծվում։ Եթե անգամ մինչ քարոզարշավ այդպես էլ վարձակալությամբ տարածք գտնել չհաջողվի, երիտասարդ ընդդիմադիրը հավաստիացնում է, ելքն առանց նախընտրական շտաբի չի մնա։ Եթե մինչև քարոզարշավ ես չկարողանամ գտնել տարածք նախընտրական շտաբի համար, իմ նախընտրական շտաբը լինելու են Ավանի փողոցները։